3 միլիարդ դուրս է գրվել պարգևաճարն եմ դուք անձամբ որքան եք ստացել ձեր տեղակալները, որքան պարգևավճար։ Գրավոր կպատասխանեմ։ Բայց նախարարներ շատերը հենց պատասխանում են, ինչու հիմա չեք ասում որքան է պարգևավճարը եղել։ Կպատասխանեմ գրավոր կոպեկի ճշգրտությամբ։ Տիկին ավարտեցին ապավադրությունից հարցում եք։ Քանի որ նախ մարզպետերին եւս պարգևավճարներից տվել է, դուք անձամբ ստացել եք պարգևավճար, կասեք։ Հիմա չեք կարող ձեր պարգևավճար դուք որքան եք ստացել 3 միլիարդից։ Քանի որ արդեն Նիկոլ Փաշինյանի այն հույժ գաղտնի որոշմամբ 3 միլիարդ դուրս է գրվել պետբյուջեից պարգևավճարների համար ԱԺ ընդհանուր պատգամավորներ աշխատակիցների որքան պարգևավճար են ստացել։ Այդ որոշումը հույժ գաղտնի չի։ Կառավարության կայքում տեղադրած հաստատությունների վրա, որը հրապարակված են լրատվամիջոցներում։ Կամ 7-րդ կետն է, եթե չեմ սխալվում, այդ որոշումը կառավարության կայքում տեղադրված է։ Ազգային ժողովին որքան է, որտեղ նաև նշված է ազգային ժողովին որքան գումար է հատկացվել։ Հիմա որքան է հատկացվել։ Այս պայն անգից չեմ կարող հիշել, բայց նշված է այդ բան կառավարության պայմաններում է սոցիալական դուք բան արագին դա նորմալ համարում եք, որ այդ թվերի պարգևավճարները բաժանում, երբ որ թոշակը շատ նվազագույն թվով է բարձրանում, արդյոք շատ խնդիրներ ունեն։ Թոշակը նույնպես բարձրանում է, բայց ինչքան, եթե համեմատեն համակարգի աշխատակիցներից բան աշխատավարձը, քանի որ այն աշխատանքը, որ հիմա կատարվում է կառավարության աշխատակիցների կողմից գլխավոր մասնագետների, առաջատար մասնագետների, բայց հասարակահայացիներ, ովքեր եւս այդպես տաժանակիր աշխատանք են տանում, իրենց այդպես կտրուկ չի բարձրանում, բան արագ։ Նրանք աշխատում են մասնավոր հիմնարկներում։ Կառավարությունը չի կարող մասնավոր հիմնարկին ասել բարձրացնի աշխատավարձի թե վերջ։